Բարի առավոտ աղջիկներս, բարի գալուս նոր բլոգ, ուրախ եմ ձեզ տեսնել մեր մեծ ընտանիքում, եթե նոր եք միացել իմ ալիքին, ներկայանամ ես Աննան եմ, բազմազավակ Մայդիկ եմ, արդեն 10 տարի է բնակվում եմ Ռուսաստանի Դաշնությունում, ունեմ 3 երեխաներ, 2 տղա, 1 աղջիկ, վարում եմ ընտանեկան համեստ բլոգ։ Դե ինչ սիրելիներս, մնացեք ինձ հետ, բլոգը համարում ենք սկսված։ Առավոտ շուտ ինչ ենք անում, բնականաբար սուրճ ենք խմում, դե իհարկե ում հետ, ձեր հետ։ Գնացինք վայելելու մեր սուրճը։ Հիմա դիմակ եմ դնում, այս անգամ փորձում եմ վարունգի դիմակը, տեսնենք ինչ կասի։ Այստեղ տրված է 10-ից 15 րոպե թողնում ենք, հեռացնում ենք, մասաժ ենք անում, 15-ից 20 րոպե կներեք։ Եվ շատ զգուշորեն մասաժ ենք անում, որպեսզի չենք լվացվում, այսինքն։ Այսպես երեխեք ջան, կարող եք սկրին անել, եթե կհանդիպեք, կարող եք գնել։ Այսպես երեխեք ջան, դրսում ահավոր եղանակ է, անձրև, 2 օր հողի հետ գործ չենք անում։ Աղջիկներս եկել եմ դպրոց երգի վերցնելու։ Ինձ թվում է կես ժամ շուտ եմ եկել։ Հիմա այս ընթացքում ինչ պետք անեմ, բնականաբար այս ցրտին չեմ կանգնելու, սպասեմ։ Գնալու եմ խանութ, կգամ նոր երկին կվերցնենք ու տուն կգնանք։ Հիմնականում ասեցի գամ երկին վերցնեմ, նոր խանութ գնանք, բայց ոնց տեսնում եմ երեխեքը դեռ 10 են անում, դեռ 10-ը չի վերջացել։ Օր կա 6 ժամ են անում, օր կա 5 ժամ են անում, այդպես էլ խառն է օրերը, հա։ Մի օր կա ժամը 12:30 են դասերը վերջացնում, մի օր կա ժամը 1:10, ու այսպես չես կենտրոնանում, որ ժամին երեխեդ դուրս գալու։ Անընդհատ խառնվում է, հա, այսպես ժամերը։ Հիմա վաղը պետք է իրենց դպրոցում առևտուր անեն, այսինքն պետք է ծնողները ինչ-որ համեղություններ թխեն կամ գնեն, որպեսզի երեխաները տանեն դպրոց։ Գնացի խանութ երեխեք ջան, 1 տուփ, այսպես մեծ տուփ թխվածքաբլիթներ գնեցի։ Ասեցի երիկս կտանի, այնտեղ կվաճառեն։ Դե վաճառում են, գումարը գնում է դպրոցի ֆոնդին։ Այդպես եկա տուն, ցույց տվեցի տղայիս, ասես չէ մամա, ես գրել եմ պիրոգ, պետք է մամաս պիրոգ թխի։ Ասում է ես կարայի գրեմ հոթդոգ, բայց գիտեմ, որ հոթդոգը վտանգավոր է, այդպես էլ չի գրել, գրել է պիրոգ։ Պետք է խնձորով պիրոգ թխես մամ։ Ասի աղա, բալես, եթե կուզես կթխեմ կտանես, ինքը գրել է պիրոգ։ Համ խոսում եմ, համ մտածում եմ կարող է դուրս գա, մենակ տուն չգնա։ Հիմա երեխա էլ չի երևում, որ հարցնեմ։ Ինձ թվում է 12:10 նոր դասերը կվերջացնեն։ Լավ, դե գնանք խանութ երեխեք ջան։ Ու այդպես ես ասում եմ, այստեղ մի բան պակաս է, ինչ ա եղել։ Ծառն են հեռացրել։ Ու այդպես երեխեք ջան, հիմա պետք է գնամ ալյուր գնեմ, որ պիրոգ թխենք։ Ռազրխիցել ունեմ տանը, փխրեցուցիչ, շաքարավազ կա, մի խոսքով ամեն ինչ կա, բացի ալյուրից։ Անենց էլ ցուրտ է մեր մոտ աղջիկներս, վայ, լեշունիկների նայեք, վայ, շատ ցուրտ է, իսկ մեծ հսկա ծառը կտրել հեռացրել են, բայց դպրոցը սիրունացել է, չէ, 10 են անում, ուրեմն 1:10 են դուրս գալու, վայ, մեր ջուրբազի նման շունիկները, Էդ ուր եք գնում, նայեք, տեղ են բացել իրանց համար, պես գնում գալիս են, ասա մաման մենց դուս չգա տեղից, շուների մաման, ըստի նայեք, ինչ լավն ես դու, կյանք, շների վրա ժամանակ չկորցնեմ, շուտ գնամ առնեմ, հետ գամ։ Մաքրում են գարուն, ամենք էլ ենք երեխեք ջան, 3 սկեսուրից հետ վարդերը տնկեցինք, մի 3-4 տեղ, չէ, ինչ եմ ասում, 4-5 տեղ սիրուն ծաղիկներ ենք տնկել, վարդեր, Աքսանանց դռնից են բերել, Աքսանը իր խոհանոցը քանդում է, նոր խոհանոց են սարքում, այդպես իր հայաթի վարդերը բակի հա բերել եմ, որպեսզի մեր բակում տնկենք ու արդեն տնկել ենք 3 կեսուրս, հեսա գնամ տուն ձեզ ցույց կտամ։
Արագ գնամ կամ կհասցնեմ էլի 1:10 սպասել տղայիս, քանի որ ամուսնուս արդեն աշխատանքի է, արդեն ես պետք է դիմավորեմ։ Այն ժամանակ Գյորգին էր գալիս վերցնում, ինքն է մեկ գալիս, նո որ թողենք ինքը ամեն օր էլ կգա, բայց քանի որ այսպես թափառական շները շատ են, վախենում ենք։ Որ խանութը գնանք, այս կողքի, թե այն կողմի, ես միշտ այն կողմից եմ առևտուր անում, չգիտեմ ինչու, այս մեր փոշտն է, այստեղ բոլոր վճարումներն ենք անում, այս մեկին ծանոթ չեմ, այստեղից եկել եմ ընդամենը այդ փոշտայի լույսի, գազի, ջրի գրքերն եմ գնել, գեղեցկություն։ Մեր գյուղը շատ սիրուն, ամեն մարդը կասես ինչա նկարահանում, սպասեք լույսը անջատեմ։ Մեր գյուղը շատ սիրուն է, տեսեք։ Ու մի տեսակ հարմարվել եմ երեխեքս, սովորել եմ։ Արդեն այս շուտով 2 տարին կլրանա, որ այստեղ ենք։ Օգոստոսին 2 տարին լրանում է։ Խանութը։ Ծաղիկներ են նոր տնկել, շիթիլ են արել։ Դրանք ինչ կա մեր խանութում։ Տակ։ Ну, смотри, это так много подойдет или не подойдет? Только много не дай, баба Худзуш, это я устал. Այդքանը հերիք է։ Макияж, что за макияж? Ալյուրի ֆիրման է։ Ստեղ ունենք երեխեք ջան ալյուր, Էրիկա խնձորն է մանր կտրատում, ունենք շաքարավազ, ունենք ձու, խնդրեմ, պատրաստում ենք պիրոգ խնձորով, պետք է վաղը տանի դպրոց, այնտեղ առևտուր են արել։ Այստեղ թխտեցուցիչ է, վանիլա, սկզբից հարում ենք ձուն, Теперь мука. Теперь мука. Ավելացնում ենք աղջիկները սայլուրը, մաս ենք ավելացնում, որպեսզի շատ կամ քիչ չլինի։ Ալյուրների տեսականիներ կան, շատ են ջուր վերցնում, ալյուր կա շատ քիչ է վերցնում, այնպես որ զգուշորեն ենք մոտենում խմորին։ Մինչև Էրիկը սիրուն կխառնի, ես գնամ ջեռոցը միացնեմ կամ սիրուն, ակուրատնի խառնի, հա, տալիս։ Хорошо. Ալյուր չավելացնես, խառնի, մինչև կան։ Աղջիկներս խնձորն էլ ավելացրել ենք, հիմա այսպես նայեք, ինչ խմոր ենք ստանում արդյունքում,
Ոչ ջրիկա, ոչ էլ պինդա, նայեք, որպեսզի ինքը շատ լավ թխվի, խմոր չմնա։ Հիմա այս ամբողջը տեղափոխում ենք այն թավայի մեջ, որտեղ որ պետք է թխենք ու ուղարկում ենք ջեռոց, սպասում ենք այնքան ժամանակ, մինչև լավ թխվի։ Ահա, խնդրեմ աղջիկներս, մեր պիրոգը արդեն պատրաստ է, թխել եմ 170 ջերմաստիճանի տակ, անընդհատ կնայեք, որպեսզի հանկարծ չվառվի, հա։ Վրան տեսնում եք, եթե ոսկեգույն է, արդեն պատրաստ է։ Դե ինչ, ինձ մնում է միայն զարդարեմ եւ ուղարկեմ դպրոց։ Վրան պետք է ավելացնեմ շաքարի փոշի։ Մի հատ տեսք նայեք, ես 2 հատ էի թխել, մի հատ է մեզ համար շատ համեղ էր ստացվել։ Նոր ծմերա գալիս, 2-3 օր լավ գարուներ, հիմա ահա գնում ենք, Կամարկանց համար հաց եք դնում, որ կան հաց ուտեն։ Ինչպես տեսակ տողն է շատ է, հա ջան, հա, այսօր է շաբաթ է, տղաները աշխատանքի չեն տանն է, առավոտվանից գնացել են խոզիկ էլի հարցն էի լուծում, մենք էլ առավոտ շուտ գոհ, ես մինչև Էլինան արթնացավ, եկա արդեն ժամը 8-ն էր, 8-ին նոր արթնացել էր, հետո ինչ արեցինք երեխեք ջան, նրանք ընդունեցին, հիմա հարգարվեցին, մաքրվեցին, տները հավաքեցին, հիմա արդեն կարծեմ ժամը 10:30 ու այսօր ահագին գործ ենք հաստրի արել պատկերացնում այս ադի գրկեմ, հլը մի հատ միլացի, երեխեք արդեն հաց գերած են, սպասի հացը դդեմ սեղանին, նայ, գործ են անում, ժամը 7-ից երեխեք մարդում ենք, այսօր 7-ից, հիմնականում միշտ 6-ին է արթնանում, մերիկի համար հաց եմ սարքում, հաց հատում երադասի գնում, հա, երորդ քառորդը փակեցին երեխեք ջան, արդեն մեկ շաբաթ տունն է, Էրիկ շատ եմ ուրախացել, շատ, երբ որ տղես եկավ, իր օրագիրը բացեց ու բոլորը 4 ու 5, առանց 3-ի, մի հատ 3 ինչա չունի, շուտով ձեզ ցույց կտամ, բայց առանց իրա, որովհետև չեմ ուզում էլ ինքը չի սիրում, որ իրան նկարահանում ես, իրա գործերը նկարում ես, պետք է թաքուն նկարեմ, որ ինքը չտեսնի, բայց եթե նկատում եմ, որ նկարահանում, չի թողնում, ասում եմ մի նկարի։ Այդպես երեխեք ջան, հիմա ինքը ես ճիշտ այնքա արձակուրդի մեջ է, բայց ես Էրիկ Վանից իր մաթեմատիկայի այսպես գրավորներ եմ տալիս, գրում եմ, տալիս եմ ինքը այսպես կատարում է, հետո ինքն այնց համար գրում, մենք այսպես խաղում ենք, հա, մի պա ես եմ դասատում, մի պա ինքն է դասատում, ու երեխեք փորձեք այդ մեթոդը, երեխու հետ եղեք երեխա, ու կտեսնեք ինչպես է ինքը ավելի սիրով մոտիկանում իր այդ դասերին։ Գալիս եք հաց ուտելու։ Երեխեք ջան, տեղափոխվեցինք լոգասենյակ, շատ եք հարցնում Աննա ջան, մազերի շամպունները Mixit-ից որ գնել ես լավն է, թե ոչ Mixit ֆիրմայի, իմ ես գեղեցիկ մազերի համար, շնորհակալ եմ իրանց, իսկապես արդեն քանի ամիս է, դեկտեմբերից եմ գնել ու արդեն 3-4 ամիսա մենակ իրենց եմ օգտագործում ու շատ լավն է։ Եվ վերցրել եմ մասկա մազերի համար։ Շաբաթվա մեջ 2 անգամ ենք իրեն դնում մասկա ու լավ փափկացնում հոտ անուշ երեխեք։ Մի հատ հրաշքա։ Իրեն էլ եմ Վայլպրեսից պատվիրել, նույն տեսել եմ Ինստագրամում բլոգերուհիները, մեծ լսարան ունեցող բլոգերները շատ էին գովում, բնականաբար ինչ պետք է անեմ, ես է պետք է պատվիրել, որպեսզի տեսնեի արդյոք աշխատում է թե ոչ, եւ արդյունքը իսկապես գոհացնող է, շատ լավն է։ Ինչ ես ուզում։ Այսօր լոգասենյակը պետք է միասին փայլացնենք։
Հիմա պետք է գնանք գնումներ կատարելու մեր անասունների համար։ Մի հատ էլ նորից կգնամ կապեկա, տեսնեմ այս շամպունից կա թե չկա։ Իրեն էլ եմ շատ հավանել, շատ լավն է։ Հոտն էլ անկրկնելի է։ Հա։ Ես հիմնականում շամպուններ շատ եմ փոխում, բայց այս ինչքան որ օգտագործել եմ, Mixit-ից եւ շամպունից եմ կողմ, ինձ համար էլ շամպուններ չկան։ Ոչ հոտունի։ Պապայայի հոտը։ Այսպես երեխեք ջան, գնացի։ Ինչքան ժամանակոտ չենք եկել ստի։ Հա, արա, գորխորջան։ Երեխեք, գնեց ընտիր բաներ եմ տեսել, որ չեմ կարող անտարբեր անցնել, հլը նայեք։ Երեխեք ջան, հենց նոր տուն ենք հասել, արագ նույնն է ցույց տամ ու Երիկին կանչեմ, ստուգենք իր ռեակցիան, տեսնենք ուրախանա թե ոչ։ Երիկի համար վերցրել պլաստիրին, իր համար առաջինը դա պլաստիրինն է։ Արսենի համար այսպես փոքրիկ մեքենա, մեծ մեքենաներ շատ ունի, փոքրիկներ էլ շատ ունի, ուղղակի իրան այսպես մի փոքր շեղելով էլի փոքրիկ մեքենա կա, որի կարիք ընդհանրապես չկա, լիքը մեքենա կա տունը։ Այս Երիկի համար գրիչները, այստեղ նայեք ինչ եմ արել տղուս համար։ Նույն ես ու Գյորգին ենք էլ իրար հետ արել նկարելու համար, այսպես մեծ թղթեր է, որ ինք կարա սիրուն գեղեցիկ նկարի եւ նկարելու ընթացքում ձեզ ցույց կտամ ինչպես է աշխատում։ Ինքը այս իր համար մի ուրիշ աշխարհ է։ Այսինքն այս ալբոմները, մի քիչ թղթերը ինքը մենակ սրանց վրա գորգյաս է ուրախանում։ Ջան։ Հա։ Կեմ ավտոբերը։ Да. Սիրնա։ Мама. Ջան։ Когда вот так. Вот так. Вот так. Սիրնա։ Она. Մի անգամից Ай. տոկում է։ Սպասիկալս։ Սավաց մոտները։ Էլին քնածա։ Да. Ա։ Мам, ну ты вот это Ինչ պետք է ասես։ Ап. Դու էլ օպրես, դե գնանք շի։ Мама. Ջան։ Когда мама это фика. Հաց եմ հացել։ Հլա գնայի գնաց կարգա։ Հաց։ Շաքարավազ։ Փոքր տոկոս, կարելի ասել, ինչ են ասում։ Это Հա, պոտնոս։ Մուսել եմ ասում, հայտեմ։ что такое? Что? Ինչ է, կարաս ասես։ Это что? Ага, это пластилин. Ահա, դրոտեկա։ А это Это что? Тут я что-то могу сделать. Спасибо, мама. Պապային Надо нарисовать, Эрика. Тут Սիրուն նկարում ես, մեծ նկարներ սիրուն։ Որ պատից սիրուն կպցնենք։ О, я хочу кот в сапогах. Շատ սիրուն մեծ նկարներ կարասեն, սիրուն նկարեր։ О, а можно кот в сапогах? Что хочешь? Սեքիքը նկարես, մեկի գրիչներ են դեկալը, որ հետո պտրոս կա։ Мама, ну хорошо, спасибо. Мама, это как помочь. Ես անտիջեր եմ վերցրել, նոր հաճան Мама, а можно դավել, А можно эту пластилин в школу отвезу? դա, Мама, լակլի, հաճան, ты помочь? հա, Ну, ձերնոսները, ու խոսքը, мама, ты тогда, если папка дома? հա բոլուս, բայց պապեն սենյակը մայլին անքնածա, դուրը չբացել, հա, ты как-то. դուս կարա բացել, Это հա, Упала всякая, մոտեն անգամ ուրա քիչը, Чик что? Ну, что, можно сказать, чик что? Да. համուրա,
Nein, nein. Հիմա ինքն կանում մի հատ կոֆե ենք խմում Okay. ու անցնենք գործի։ Mom. Աղջիկները ժամ 8:30 է, քանի դեռ երեխաները չեն քնել, միասին մաքրում ենք մեր լոգասենյակը եւ նոր գնում ենք պարկելու քնելու։ Երեխաները եթե պարկասնում եմ քնելու, ավտոմատ ես էլ իրանց հետ քնում եմ։ Դրա համար ասեցի, քանի դեռ 8:30 է, հիմա գործը սկսեմ, որ ժամ 9-ին արդեն պետքա պարտադիր երեխաները պարկեն քնեն իրանց մոտ այդ ժամը, որը շատ դժվար եմ հասել այդ կետին, որ պետքա պարտադիր ժամ 9-ին քնեն։ Էրիկի հետ խնդիր չկա քնելու, Էրիկ ուղիղ ժամը 9-ին 8:30 ինքը արդեն ավտոմատ քնում է, իսկ Արսենին պետքա պարկասնես, կողքը պարկես, մի խոսքով պետքա հետը խոսած, որ ինքը քնի։ Էլինա նույնպես ժամ 9-ին պետքա պարտադիր քնել։ Դրա համար ասացի գործերս վերջացնեմ, որ նոր երեխաներին տանեմ քնացնելու։ Եվ լոգասենյակը այն վայրն է, որ պետքա օրվա 24 ժամը փայլի, մաքուր լինի, որովհետև գիտեք, մենք ընտանիքով մեծ ենք, հա, 3 ընտանիք, մեկ տանն ենք ապրում եւ մեր լոգասենյակը ամեն օր օգտագործվում է։ Տղաները աշխատանքից վերադառնում են, լողանում են, մենք երեխեքի հետ մի խոսքով պարտադիր պետքա մաքրվի։ Ինչպես տեսնում եք, իմ փոքրիկ օգնականը իմ կողքն է, ընդհանրապես կողքիցս են կողմ չի գնում, գնում է տատիկի կողք 2 րոպե պարկում է, նորից հետ է գալիս։ Դե ինչ սիրելիներս, ինչպես տեսնում եք, ամեն ինչ շողում է, պլպլում է, կարելի ասել մոտիվացիան ապահովված է։ Գնացի աղջիկներս, բարի գիշեր ձեզ, կհանդիպենք հաջորդ վլոգում։ Շնորհակալ եմ, որ մինչև այս պահը դիտեցիք։